հստակ հայտարարություն է արել եւ այդ տվյալ դեպքը կապել է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների դավադրությունների հետ։ Դա է իրենց մոտեցումը։ Ասեք ուրեմն դա էլ նաեւ ձեր մոտեցումն է։ Կրկնում եմ, կա քաղաքական պատասխանատվություն, այդ որ գնում եք տարբեր տեղել կրթվելը նորաձև է, արշավ եք իրականացնում։ Բայց այնտեղ մեկը ձեզ չի հարցում, այդ կրթությանը զուգահեռ։ Բա օրը ցերեկով 10 հոգով մի մարդու ծեծում են։ Հետո բերմանա ենթարկում ծեծվողը եւ ոչ թե ծեծողը։ Հետո ծեծվողին եւ նրա գործընկեր Մեսրոբ Մանուկյանի նկատմամբ ավելի ծանր քրեական հոդված է դրվում, քան ծեծողի նկատմամբ։ Բայց այդ ամեն ինչը ձեզ մոտ դիսոնանս որևէ կերպ չի առաջացնում։ Հոմենակ բառեր ասելով չի։ Դատապարտում եք, դատապարտումը հստակ գործողություն պետք է ունենա, թե չպետք է ունենա։ Ուրեմն եթե դուք դահլիճում եք, հստակ լսեցիք ես ինչ ասեցի։ Եթե դահլիճում եք, հստակ լսեցիք ես ինչ ասեցի։ Երկրորդը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հստակ արտահայտվեց։ Եվ դուք ուղիղ սուտ եք ասում, ասելով, որ մենք այն ճանապարհները, որոնք այդ վիճակում են, այդ ճանապարհները չեն ընդունվում, նրանց համար չի վճարվում։ Լավ։ Ավտոն ջարդվում է, դրա համար էլ կան մեխանիզմներ եւ հետևանքներ։ Եվ դա այո, նաեւ նրանից է, որ ես ասում եմ, որ ժողովուրդ ջան, հերիքա ասեք, որ մենք հազարամյակների շինարար ենք, մենք ճամփա սարքել չգիտենք, դպրոց սարքել չգիտենք, շենք սարքել չգիտենք։ Հիմա ինչի մասին եք խոսում, էտումից եք եկել, ինչ եք բողոքում։ Այսինքն ճիշտ եք անում, մենք ենք բողոքում, դուք եք բողոքում։ Երկրորդը, ասում եմ, երկրորդը, հպարտանալ, Խաչատրյան, կարող եք խոսում։ Մի րոպե կթողեք խոսամ։ Հպարտանալու բան կա, որ երկրում 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 34-րդ տեղն է։ Այս մեկ, սա հպարտանալու բան է։ Երկրորդը, ասում եք բացահայտումը սկսվում է հրապարակայնությունից։ Երրորդը, բոլոր այն դեպքերում, երբ որ քրեական պատասխանատվության ենթակա մարդ կա, բոլոր այդ դեպքերում քրեական պատասխանատվության մարդը կենթարկվի։ Չորրորդը, Հայաստանի Հանրապետությունում մամուլը չի դատական իշխանությունը։ Հայաստանի Հանրապետությունում կա դատական իշխանություն, որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք անել եւ Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես։ Այսինքն մամուլի, բայց ձեր մասին ինչ են գրում մամուլի հոդվածներ։ Դուք ընդհանրապես ինչ եք ասած, ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք, դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ, լսեմ ԱԱԾ-ի պատվալը, որ մամուլի Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլի բան անես։ Մամուլը ձեր մասին ինչա գրում։ Ինչա գրում ձեր մասին մամուլը։ Գրում է, որ օտարերկրյա գործակալ եք, 5-րդ անիվ եք, ազդեցության մի քաղաքականուց չէր կարա պատկերացնել, ոչ խոսում են, ոչ բան են առաջարկում, ոչ ելույթ են ունենում, ոչ որևիցե բանի մասնակցում են, բայց գալ ինչ-որ բան ասել ու ծլկել դահլիճից, չեմպիոն են, չեմպիոն։ Գառնիկը Դանիելյան գալիս ասում է, հայոյում եք, թքում եք, եղբայր, մարդ սպանելով, ոչնչացնելով, երկրից արտաքսելով, խմբակցությանը ղեկավարիցդ բռնած, ասենք դրա մաստեր սպորտ են, եկել ես ինչից ես խոսում։ 7 տարիա մեզ սադրում են, 7 տարի վիրավորում ընկնում հետևներիցս, էլ լրագրողներով, էլ փողոցայիններով, էլ զիբիլի վրի կատուներով, Ղարաբաղից բերած, էլ տարբեր տեղերից փող վեկալած ոչնչություններով, 7 տարի, բանա, դեպք չելենք, միտեղ մեկը ասելա սրա ակաժները կկտրեմ, մեկ էլ միտեղ մի հատ դավաճան սրիկա, որ իրա տղաներին փախցրելա, որ հանգարցակի բանակում չծառայեն 4 տղա ունի Հայաստանում ապրում է, մեկը թքելա վրեն, այ քեզ բան, հələ մենք դրա համար պատասխանատվություն ենք կրում, մենք դրա համար պատասխանատվություն ենք վերցնում, ձեր զերո պատասխանատվությունը, մի օր Վազգեն Մանուկյանին կբերենք սենց դատարկ բաժակի պես կդնենք, մի օր Սրբազանին կբերենք, որը իդեպ նենց չի, որ
բավականին հետաքրքիր բառապաշար ունի, հա, այն գլխից ձունգայից բռնած թե չգիտեմ, ինչի չէին նեղանում շրթունքներից եւ գլխից ձունգայից, երևի հարմար չէին նեղանում։ Հիմա եկել են այստեղ բոլորը սուրբ են խաղում, այն Մամիջանյան Հայկը։ Նախ լավա որ մեկ-մեկ գոնե գալիս են, իմանում ենք այստեղ այդպես խմբակցություն կա, չէ՞, ոչ գալիս հարց են տա, դե մենք չենք իջնում իրանց մակարդակին, խոսում են վարչապետ, խոսալու ձևից։ Ասենք, չգիտեմ, այն թող իրա մի հատ իրա շեֆին բան են, որ կոշիկ էր շպրտում, ապակի էր ջարդում, մարդկա տենց է խոսում, մարդկա րոպե մեկ գալիս է այստեղ, չեմ ուզում այդ բառը ասեմ, ումից Աստված էր ես թեքել, գիտեք ումից Աստված էր ես թեքել, այդ ոչի մեջ է խոսում, գիտենք քաղաքական գործիչ է։ Մարդ էլ կա, իր ուսխորտի ղեկավարին է ուզում անընդհատ նմանվի, չի հասկանում, որ մնացած բոլորը ուզում են հանգարց իրանց ուսխորտի ղեկավարին ոչ մեկ չնմանվի։ Ինքն էլ գիտի ինքը քաղաքական գործիչ է։ Մեկ-մեկ էլ սենց հանում մտածելու տպավորություն է թողում։ Դուք նվեր եք, բա ամենածիծաղալուն գալիս է, Տիկին Տյուրեղյանը, ՔՊԻ գալիս խոսում է, ու ամենածիծաղալուն գիտեք որն է։ Զրո ձեն են կարում համարեն, հավաքեն։ Իրանք ձեն չեն կարում հավաքեն։ ՔՊ-ն պարտություն կրեց էս ինչ տեղը, դուք մերից ինչ գործ ունեք։ Միտեղ երկրորդ տեղն ենք բռնել, միտեղ առաջի տեղն ենք բռնել։ Դուք կարում եք մասնակցեք ընտրությունը, ես չեմ հասկանում, իրենք չեն կարող մասնակցեն այդ ընտրությունը, գայս մնացածի գնահատականն են տալի։ Այո, հաղթարշավը շարունակվում է։ Դուք այդ հաղթարշավի հետ ինչ կապ ունեք, դուք իրար մեջ որոշեք ձեր մեջից ով է ում իշխանություն տվել, բայց իրականում թաքցրեք այն իրական պատճառը, այն խանդը, այն նենգությունը, որ ձեր մեջ կա ու ծակել է։ Կամ ասենք են, որ խոսում են, ասում են, բանա, իսկ անդեր ստեղ չկիրառեցիք, այնտեղ չկիրառեցիք, բա ԱՏՍ-ները, բա 30 տարի առներ շեֆդ այդ ԱՏՍ-ները։ Բա 80-ականների զենքերով խինք 80 թվականներին ԱԹՍ չկար։ Բա ինչի կոնսերվա, այո, կոնսերվի բանկեկով, բա առնեիք։ Մենք բանակին ձեռ չենք տվել, կամ այդ որ ասում եք սուերը բերել եք, այդ կարող է տես մենք նստել ենք, մենյուն բացել ենք, նայել ենք, ասել ենք մի հատ ինչ վերցնենք, ձեր զինվորականներն են բան արել խորհուրդ տվել, զինվորականներն են խորհուրդ տալիս, ասում են մեզ էս ա պետք, կամ մեզ այն ա պետք, կամ ցեղասպանությունը ով է ուրանում, հարցնում է Քրիստինեն Վարդանյան, ձեր առաջնահերթությունը ո՞րն է, մեր առաջնահերթությունը, որ ցեղասպանություն չլինի, ցեղասպանություն այլևս չլինի, մեր առաջնահերթությունը խաղաղություն հաստատելն է, ես հասկանում եմ, որ ձեր առաջնահերթությունը ողբն է, որտեղ դուք ողբի վրա կարող եք կառուցել ձեր գոյությունը, չկա ողբ, չկա այն վտանգը, որը որ մենք փորձում ենք նվազեցնել, չկաք դուք, չկաք, ոնց որ հիմա դահլիճում չկաք եւ քաղաքական դաշտում չկաք։ Չգիտեմ էլ ինչ ասեմ ձեզ, ուղղակի ցավալի է, որ այնքան քաղաքական գործիչ չեք, որ ձեզ ինչ որ արդարացումներ եք գտնում, ոչ կարողանում եք օրենք առաջարկեք, ոչ կարողանում եք հարց տալ կառավարությանը, ոչ